Երևանում օդի որակի չափման սարքերը ցույց են տալիս, որ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մթնոլորտն ավելի շատ է աղտոտված եղել, թեպետ արդեն դեկտեմբերին բացասական ցուցանիշների որոշակի նվազում կա։ 25 թվականի նոյեմբեր ամսին ստացված տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 142, իսկ PM10-ի համար 64։ Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքերում։ Եթե համեմատական անցկացնենք 24 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ, ապա PM2.5-ը կազմել է 101 եւ PM10-ը կազմել է 53։ Քաղաքապետարանը քանիցս է հայտարարել, որ օդի աղտոտվածությանը մեծապես նպաստում է չոր տերևներն ու աղբո այրերը, հորդորել է բնակիչներին չանել դա, բայց իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն օրերս պարզել էր, որ Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցներն իրենք են այրում գոյացած զանգվածը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նրա այս հրապարակմանն արձագանքեց եւ տեղեկացրեց, որ սանմաքրման խմբավար պատասխանատու անձը կտուգանվի 200,000 դրամով։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ թեմային անդրադարձավ նաև Տիգրան Ավինյանը։ Եթե մենք խոսացել ենք օդի որակի մասին եւ ասել ենք, որ տերև չպետք է վառվի, ոչ մի քաղաքապետարանի աշխատակից չի կարող հետո պարզվի ինչ որ միտեղ որ տերև է վառում։ Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ, այստեղ խնդիր ա եղել, ու արդեն պետք է վարչական շրջանի ղեկավարը ֆիքսի ինչ ծավալի խնդիր է, ինքը ինչ գործողություն պետք է անի, ում պետք է նկատողություն տա, ում պետք է աշխատանքից ազատի։ Որովհետև այնուամենայնիվ վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է, նույնիսկ դա հասկանալ, ամեն ինչ չի, որ մատով պետք է ցույց տրվի։ Որովհետև հետագայում արդեն ես պետք է մտածեմ ինչ անել այդ վարչական շրջանում, կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին, հարգելի գործընկերներ, բոլորին։ Երևանի համար 24 մանկապարտեզի հին շենքի տեղում 30 ամիս հետո նորը կլինի։ Հին շենքի քանդման, նորի կառուցման ու բակի բարեկարգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել է։ Նախկին 3 խմբի փոխարեն կառուցվելու է 6 խմբանի մանկապարտեզ 144 երեխայի համար։ Շենքը ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության եւ ջեռուցման համակարգերով։ Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլտային եւ արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Մայրաքաղաքի մանկապարտեզներից 3-ում ներդրվել է 3-ից 6 տարեկան երեխաների հուզական ինտելեկտի զարգացման պիլոտային ծրագիրը։ Այն արդյունավետ լինելու դեպքում կտարածվի բոլոր մանկապարտեզներում։ Ծրագրի մեթոդաբանությունը մշակվել է գիտային գրականության մշակման եւ հետազոտության արդյունքում, այն նպատակ ունի օգնել երեխաներին ճանաչելու, հասկանալու եւ կառավարելու սեփական հույզերը, ինչը հանդիսանում է երեխաների սոցիալական եւ հոգեբանական կայացման կարևոր հիմքը։ Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման ուղղությամբ քայլ առաջ է արվել։ Երևանի քաղաքապետարանը եւ GTB Development ընկերությունը ստորագրել են Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացման պայմանագիրը։ Հաջորդիվ նաև նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը, որը որ հանդիսանում է ծրագրի իրականացման այն կոմպոնենտը, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ընկերությանը։ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ լուծվում է տասնամյակների խնդիր, ոչ միայն քաղաքաշինական։ Ըստ նրա, քաղաքի համար ստեղծվում է շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ եւ ստանում է տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք որ վստահաբար ոչ թե քաղաքապետարանին են, այլ քաղաքինն են։ Հետագայում համայնքին հանձնվելիք կառույցի ու հարակից հատվածում շինարարությունը պետք է տեղի ունենա զուգահեռու միաժամանակ։ Աշխատանքները ավարտին են հասցվելու շինթույլտվությունից հետո 5 տարվա ընթացքում։ Աննա Զախարյան, լուրեր։